Հայաստանի Հանրապետությունը իր գոյության ամբողջ պատմության ընթացքում երբեք ավելի կայուն անվտանգային միջավայր չի ունեցել, քան ներկայում։ Այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը եւ խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում պանելային քննարկման ժամանակ, որի բանախոսներից էին նաեւ Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։ Վարչապետը խոսելով 2025 թվականի արտաքին հարաբերություններում ձեռք բերված հաջողությունների մասին ընդգծեց, որ դրանք չի առանձնացնում եւ 2026 թվականը այդ ամենի շարունակությունն է, որն ավելի ու ավելի դրական ավարտ է ունենալու։ Ըստ Փաշինյանի այդ ամենի վառ ապացույցն արդեն ԱՄՆ Հայաստան կառավարությունների հրապարակած հայտարարությունն է թրիփ նախագծի հետագաշարունակության եւ ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումից հետո։ Նման պայմանավորվածություններն ու հարևանների հետ հարաբերությունների հստակ կառուցումն է, որ Հայաստանը դարձնում է ավելի անվտանգ, շարունակեց Փաշինյանը։ Ուրեմն Հայաստանը երբեք ավելի պակաս սպառնալի առավել անվտանգ, առավել կայուն միջավայրում չի եղել։ Ես սա ուզում եմ արձանագրել։ Եվ իհարկե սրանում դեր ունեն այն բոլոր process-ները, որ տեղի են ունեցել, եւ նաեւ գիշերը տարածված մեր ժամով գիշերը այնտեղ կեսօրին է տեղի ունեցել ամեն ինչ եւ ամբողջությամբ միջավայրը փոխում են։ Ես ուզում եմ նաեւ Միացյալ Նահանգներին շնորհավորել, Եվրամիությանը շնորհավորել, որովհետեւ այս ամեն ինչ շատ մեծ հնարավորություններ է բացում։ Վարչապետը շեշտեց, որ ներկա իրադարձությունների նախնական կետը ձևավորվեց եւ հետագայում զարգացում ապրեց 2022 թվականի հոկտեմբերի 6-ից հետո, երբ Եվրոպական քաղաքական առաջին համաժողովի շրջանակում քառակողմ հանդիպման ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը Ալմաթայի հռչակագրի վրա խարսխված սկզբունքների համաձայն ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը, որից հետո կարճաժամկետ, այնուհետև երկարաժամկետ ծրագրով Եվրամիության դիտորդական առաքելություն տեղակայվեց Հայաստանում։ Փաշինյանը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման համատեքստում իր շնորհակալություն հայտնեց եվրոպական կառույցների ղեկավարներին, առանձնահատուկ ընդգծելով Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնի ջանքերը։ Երկրի ղեկավարը հավելեց, որ Եվրամիությունը, ԱՄՆ-ն եւ այլ շահագրգիռ պետությունների ու կառույցների դերը խնդրի կարգավորման ուղղությամբ շատ կարևոր է, բայց առավել կարևոր էր, որ կողմերը այս դեպքում Հայաստանն ու Ադրբեջանը հասկանային, թե ինչ են ուզում եւ ուր են տանելու բանակցային սեղանից դուրս քայլերը։ Փաշինյանը թե վստահեցրեց, որ թրիփի գործարկման տարածաշրջանում նոր ներդրումներ ու նոր հնարավորություններ են ստեղծվում, բայց համոզված է այն լիակատար կգործի, երբ Թուրքիա-Հայաստան հարաբերությունները նույնպես կարգավորվեն։